Անցակետերի կնիքներից հանվում է Արարատ լեռան պատկերը։ Ինչու է սա արվում։ Տարբեր մեկնաբանություններ են մեզ ներկայացնում, բայց սա առաջին իսկ ահազանգն է առայն, որ մեր զինանշանի վրայից Արարատ լեռան պատկերը պետք է հեռացվի։ Բնականաբար դա չեն անի հենց հիմա, դա կանեն ընտրություններից հետո, եթե վերընտրվեն այս իշխանությունները, եւ դրա համար մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս իշխանությունները չվերընտրվեն եւ մեր զինանշանը մնա այնպեսին, ինչպեսին որ կա։ Ահա մեր զինանշանը։ Հիմա գամ սահմանային անցակետերից Արարատ լեռան պատկերը հանելու։ Ինչ process է տեղի ունենում։ Պատմական հենքը եթե նայենք Հայաստանի Հանրապետության, այս հանրապետության, սա փոքր ազգային պետություն է, ըստ էության այն մոդելով պետություն է, անգլերենում ասում են nation states, այն մոդելով պետություն է, որպիսի մոդել գործում է եվրոպական ամբողջ մայրցամաքում։ Օրինակ, Եվրոպական միության 27 անդամ պետությունները, դրանք ազգային պետություններ են։ Փոքր, մեծ, միջին, մի քիչ հզոր, ոչ հզոր, բայց կոալիցված են համընդհանուր մարտահրավերների դեմ պայքարելու համար, սակայն մեկը մյուսի պատմական հենքով չի ոտնահարում մյուսի ազգային ինքնությունը, չի ոտնահարում, չի պարտադրում մյուսի ազգային ինքնության վերացում եւ յուրաքանչյուր փոքր պետություն կարողանում է իր ազգային ինքնությունը պահպանել այդ միության մեջ։ Հայաստանի Հանրապետությունը վերջին 35 տարիների ընթացքում այդ ինտեգրացիոն ուղին բռնած, այդ արժեհամակարգի մասը լինելով եղել է եւ կա փոքր ազգային պետություն, որի ազգային ինքնության հենքի մի մասն է նաեւ Արարատ լեռը, որը մեր ազգի համար սրբություն է, նորություն չեմ ասում, որը մեզ համար բիբլիական սար է, հայ ազգը քրիստոնյա առաջին ազգն է, որը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել է առաջինը աշխարհում եւ նաեւ մենք հավատում ենք, որ մարդկության երկրորդ սկիզբը սկսվել է Արարան լեռան գագաթից, որտեղ ըստ կտարակարանի, ըստ Աստվածաշնչի, ինչա տեղի ունեցել։ Նոյան տապանը կանգ է առել եւ մարդկությունը մեկնարկել է նորից բազմանալ, զարգանալ այս տարածաշրջանից, այսինքն հայկական լեռնաշխարհից։ Հիմա սիրելի հայրենակիցներ, մենք գիտենք, որ այսօրվա Թուրքիայի տարածքում է գտնվում Արարատ լեռը։ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ոչ մի պահանջ չի ներկայացրել եւ չի ներկայացնում։ Թուրքիան Հայաստանի Հանրապետության դեմ երբևէ պահանջ չի ներկայացրել, որ Հայաստանը պետք է իր զինանշանը վերանայի։ Ինչու, որովհետեւ նրանք էլ հասկացել են, որ մենք ազգային պետություն ենք եւ մեր պետության, մեր ազգի հենքերից մեկը մեր ինքնության այդ մաս է կազմում։ Եվ իրենք էլ գիտեն, չէ՞, իրենք մեր հետ ինչպես են վարվել, եւ դրա համար լուր հանգիստ մնացել են, ոչ մի բան չի եղել այդ մասով։ Եվ երբ որ Հայաստանը ՄԱԿ-ին անդամակցելիս է եղել, Թուրքիան դեմ չի արտահայտվել։ Երբ որ Հայաստանը Եվրոպայի խորհրդին անդամակցելիս է եղել, որը արդեն անդամ պետություն է, չէ՞, որևէ նախապայման մեր առջև չի դրվել այդ մասով։ Եվ որ Հայաստանը առևտրի համաշխարհային կազմակերպությանն է անդամակցելիս եղել, ուղղակի Թուրքիան ասել են, որ ապագայում եթե Ադրբեջանը անդամակցի, դուք չպետք է դեմ լինեք, մենք համաձայնվել ենք, բայց ոչ ոք չի ասել ձեր ազգային ինքնությունը պրծեք, ձեր ազգային ինքնությունը վերանայեք եւ դեապազգայնացրեք, հա, դենացիֆիկացրեք, ոնց է, չգիտեմ, այդ բառը ես չեմ սիրում, չեմ ուզում օգտագործեմ, բայց process-ը դրա մասին է։ Հիմա ի՞նչ է տեղի ունենում։ Հիմա մեզ ասում են ժողովուրդ ջան, մենք սահմանային անցակետից այս Արարատ լեռան պատկերը հանում ենք, որովհետև սա իրական Հայաստանի գաղափարախոսությանը չի համապատասխանում։ Ժողովուրդ ջան, իրական Հայաստանը ի՞նչ է։ Դա հայ ազգի ապրելու վայրն է, այս պետությունն է, ճիշտ է, ըստ Նիկոլ Փաշինյանի։ Հիմա այդ հայ ազգը որտեղից է եկել։ Այդ հայ ազգը հոթից չի իջեցտեղեց իրական Հայաստանում։ Այդ հայ ազգը ունի իր պատմությունը, ճիշտ է։ Այդ պատմության մի մասն է առնչվում եւ մի մասի հենքն է, ոնց բացատրեմ, Արարատ լեռը, դրա մի մասն է։ Հայոց ցեղասպանությունը դրա մի մասն է։ Մեզ էլ դա տեղի է ունեցել։ Մենք ո՞նց կարանք մեր ինքնությունը բան անենք, ջնջենք։ Ո՞նց կարանք ասենք դա չի եղել, որովհետեւ դա իրական Հայաստանի հետ կապ չունի։ Իսկ իրական Հայաստանն ինչի հետ կապ ունի։ Եվ ես ուզում եմ ձեզ ասել, Հայաստանի Հանրապետությունը կամ լինելու ազգային պետություն, նենց ոնց որ կա ու եղել է։ Կամ չի կարող լինել։ Այդ ձևի պետություն, որը ինքը իր պատմությունը նվաստացնում, ոտնահարում, վերանայում, կեղծում, պղծում է, այդ ձևի ազգ չի կարող պետություն ունենա։ Տենց ազգերին չեն թողում պետություն ունենա։ Տենց անինքնասեր վիճակի մեջ չի ազգը չի կարող զարգանալ։ Հասկանում եք,
Դուք չեք որ ասում են լավ ապրենք, հարուստ ապրենք, երջանիկ։ Դուք տեսել եք կզած հարուստ մարդ, տեսել եք, որ հարուստ մարդը երջանիկ է ու կզած է, անինքնասեր է, տեսել եք տենց մարդ։ Չի լինում տենց բան։ Դուք չեք կարող երջանիկ ապրեք, լավ ապրեք, այդ ինչա քարոզում ես։ Լավ կյանք, լավ ապրեք, կերեք, խմեք, քեֆ արեք, եղեք երջանիկ, օքեյ։ Չեք կարող լինեք նվաստացած ու երջանիկ, ես էլ եմ ձեզ ասում։ Չի լինում նման բան։ Եվ պետք չի սա բերել կապել պատերազմի հետ, հակադրել հարևաններին, չի եղել sense խնդիր։ Այս խնդիրը իրականացվում է այսօրվա գործող իշխանության հետ։ Այս խնդիրը, այս իշխանության բերած խնդիրն է։ Չլինի այս իշխանությունը, չի լինելու այս խնդիրը։ Չլինի Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, չի լինելու մեր զինանշանը փոխելու օրակարգ, չի լինելու, վերջ։ Ոչ մի խնդիր չի լինելու։ Այս բոլոր խնդիրները իրանք են բերել ու իրանք հերոսաբար իբր թե ուզում են հաղթահարել։ Բայց այդ հաղթահարման, այդ մեր պատմության մաքրման process-ում մենք կկորցնենք մեր պետականությունն էլ, մեր ամեն ինչն էլ, որովհետև չենք կարող այդպես լինել։ Մենք այդ ձևի չենք։ Ոնց բացատրեմ, ինչ բարերով։ Հիմա եվրոպական տարածքի մասին խոսամ։ Սիրելի հայրենակիցներ, գիտեք, երկու համաշխարհային պատերազմ եղել, երկուսն էլ եվրոպական մայրցամաքում։ Կոտորել են, մորթել են, ավիրել են, բնաջնջել են իրար։ Բայց հիմա խաղաղ համակեցություն կա, ճիշտ է։ Հիմա այդ պատմությունը մարդիկ մոռացել են, ոչ։ Հերոսներ ունեն այդ պատերազմներից, այո։ Հպարտանում են այդ հերոսներով, այո։ Գիտեն ով է ում կոտորե մորթե, այո։ Երեխաներին պատմում են, այո։ Բայց դա չի խոսում նրա մասին, որ մեկը մյուսից տարածքային պահանջ ունի կամ պետք է էգուց գնա պատերազմի, չկա նման բան։ Բայց իրենց ազգային ինքնությունը պահելու համար դա կարևոր է, որ իրանք պահեն, պահպանեն սրբության լույսի պես պահել են, պահպանում են եւ հիմա էլ Եվրոմիության անդամներ են։ Հիմա ի՞նչ է պարզվում։ Այս իշխանությունը, որ անդադ խոսում էր Եվրոպայում, ես ձեզ տանում ասած ինչ-որ բաներ, չէ՞։ Պարզվում է ինչ, որ ոչ թե մեզ տանում էին Եվրոպա, որտեղ որ Եվրոպա տանեին, մենք կմնայինք ազգային պետություն։ Իրանք մեզ տանում են Թուրքիա։ Ասում եք Թուրքիայի մեջ լինելով, չեմ Թուրքիայի հետ ինտեգրացված կարա լինի, որ դու չես կարող օրինակ ունենաս Արարատ լեռը քո զինանշանի վրա։ Եթե դու Թուրքիայի բանը չես դառնում, ոնց ասեմ, Թուրքիայի պրոքսի երկիր չես դառնում, դու ազգային պետություն ես, դու կարող ես քո զինանշանի վրա ունենալ Արարատ լեռը, կնիկների վրա ունենալ, որտեղ ուզում ես ունենալ, որտեղ ուզում ես։ Բայց ի՞նչ է պարզում, պարզում է, որ ինչ Եվրոպա, ինչ բան, մեզ ուրիշ տեղ են տանում ժողովուրդ։ Եվ այս սիգնալներից մեկն է այս process-ը ինչ որ տեղի ունեն, դից է երևում, որ մեզ ուրիշ տեղ են տանում։ Եվ խաբել են, խաբում են, շարունակելու են խաբել։ Պետք է ամեն ինչ անել, որ այս մարդիկ չընտրվեն։ Ուրիշ ձև չկա ժողովուրդ, ուրիշ ձև չկա։ Ես էլի եմ ասում։ Լավ ապրելու, ուտել խմելու, լավ սովորիր, որ լավ ապրես, բան, այս թեզերով փորձում են մարդկանց շեղել, խաղաղությունը, բան չէ, չգիտեմ ինչ։ Իմացեք, չի լինում երջանիկ մարդ, որը կզած է, որը ամաչում է իր ազգային սիմվոլներից, որը վախում է իր ազգային սիմվոլներից, չի լինում տենց երջանկություն, չի լինում տենց հարստություն, ու չի լինում տենց խաղաղություն, ու վերջում էլ չի լինելու տենց պետություն։ Այս ճանապարհը ուղղակի պետականաքանդ, ապապետական, ապազգային, սրբապիղծ ճանապարհը։ Սրա դեմն առնելու ճանապարհը այս իշխանությանը փոխելն է, փոխում ենք ու վերջես այս ամեն ինչը դադարելու է ժողովուրդ ջան։ Սա շատ կարճ ժամանակ է, շատ կարճ, բայց ինչն է այստեղ կարևոր, որ մենք կարողանանք հասկանալ, թե ինչ է մեր հետ կատարվում։ Ինչի մասին ես արդեն խոսեցի։ Մնացած ինչ որ ձեզ կներկայացնեն, կասեն, կիմնավորեն, իմացեք, խաբում են, ստում են, մանիպուլացնում են եւ այս ամեն ինչը ուղղված է մեր պետականության լինելիության դեմ։ Գրեք ձեր կարծիքը, միացեք, եթե համաձայն եք, որպեսզի իրար հետ կարողանանք այնպես անել, որ այս իշխանությունը չընտրվի, որ մեր սրբությունները կարողանանք պահել, որ իրապես լինենք երջանիկ, իրապես լինենք խաղաղ, լինենք չնվաստացած,